Բաքուն կոչ է արել միջազգային հանրությանը պատասխանատվության ենթարկել Հայաստանին մեջբերում ականազերծման աշխատանքները միտումնավոր խոչընդոտելու համար։ Ադրբեջանից հայտարարում են, թե Հայաստանի տրամադրած ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը կազմել է 25%, պահանջելով Երևանից ճշգրիտ քարտեզներ։ Պաշտոնական Երևանն ավելի վաղ հայտարարել է, որ Հայաստանն ինչ քարտեզ ու տեղեկություն ունեցել է, արդեն փոխանցել է Բաքվին։ Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների միջև կստեղծվի համագործակցության եռակողմ մեխանիզմ։ Այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Տաշքենտում Թուրքիայի և Վրաստանի խորհրդարանների ղեկավարների հանդիպման ժամանակ։ Ըստ հաղորդագրության, երեք երկրների խորհրդարանների նախագահները պատվիրակությունների հետ միասին կքննարկեն այդ ձևաչափով հարաբերությունների հետագա խորացումը, ինչպես նաև տարածաշրջանային հարցերն ու տնտեսական նախագծերի զարգացումը։ Ամփոփվել են մարտի 30-ին Փարաքարում և Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները, հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Այսպիսով Փարաքար համայնքում 12 մանդատ ստանում է Միասնություն կուսակցությունների դաշինքը, 7 մանդատ Քաղաքացիական պայմանագիրը, Ազգային առաջընթաց կուսակցությունը 2 մանդատ։ Գյումրիում Քաղաքացիական պայմանագրի մանդատները 14-ն են, Կոմունիստական կուսակցությանը 8-ը, Մեր քաղաքը դաշինքը ստանում է 6 մանդատ, Իմ հզոր համայնքը 3 և Մայր Հայաստան դաշինքը 2։ Իրանը ծանոթագրեր է ուղարկել Իրաքին, Քուվեյթին, Արաբական Միացյալ Էմիրություններին, Քաթարին, Թուրքիային և Բահրեյնին, որ Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակման դեպքում ցանկացած աջակցություն ներառյալ հարձակման ժամանակ ամերիկյան զինվորականների կողմից իրենց օդային տարածքի կամ տարածքի օգտագործումը կդիտվի որպես թշնամական գործողություն, Reuters-ին ասել է իրանցի պաշտոնյան, որ ցանկացել է անանուն մնալ։ Նման արարքը նրանց համար լուրջ հետևանքներ կունենա, ասել է պաշտոնյան, հավելելով, որ գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին կարգադրել է Իրանի զինված ուժերը բարձր պատրաստվածության վիճակի բերել։ Չնայած Իրանը մերժել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ուղիղ բանակցությունների պահանջը, ըստ պաշտոնյայի Թեհրանն ամեն դեպքում ցանկանում է շարունակել անուղղակի բանակցությունները Օմանի միջոցով։ Եվրամիության երկրներն ի պատասխան ԱՄՆ-ի սահմանած աննախադեպ մաքսատուրքերի առաջիկա օրերին ԱՄՆ-ից ապրանքների ներմուծման դեմ մինչև 28 միլիարդ դոլարի մաքսատուրքերի առաջին փաթեթը կհաստատեն, հայտնում է Reuters-ը։ Երկուշաբթի երեկոյան Եվրահանձնաժողովը Եվրամիության անդամ երկրներին կառաջարկի ամերիկյան այն ապրանքների ցանկը, որոնց վրա լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանվեն։